Ողջույն 24-ի եթերում հետագիծն է Նարեկ Գալստյան, այս պահին ես հյուրընկալը մեր ձևով շարժման համակարգող խորհրդի անդամ նախկին դիվանագետ Ալեքսանդր Սարգսյանն։ Ալեքսանդր, ողջունում եմ։ Եվ շնորհակալ եմ հրավերս ընդունելու համար։ Շնորհակալ եմ։ Մինչև բուն թեմային անդրադառնալը հաշվի առնելով այն հանգամանքը, որ ես քեզ ճանաչում եմ, մենք այսպես ընկերներ ենք եւ այլն, բայց այնոնի լայն հերոստատիտողի համար այս մասը ուզում եմ անպայման բացել, հա։ Դու մինչև 2021 թվականը աշխատում էիր արտաքին գործոս նախարարությունում, Հունաստանի դեսպանությունում ես աշխատել Հայաստանի եւ 21 թվականին դուրս եկար արտաքին գործոս նախարարությունից։ Ինչի 21 թվականին, ինչի ոչ 20 թվականին, ինչի ոչ 22 թվականին եւ հենց 21 թվականին դուրս եկար։ Շնորհակալություն հավերի համար։ Իմ կարծիքով ցանկացած մարդ ինքը պետք է որոշում կայացնի, շարունակում է աշխատանքը, թե ոչ, տվյալ դեպքում, բայց երբ որ հասնում ենք մի հանգրվանի, որտեղ քո կարմիր գծերը արդեն դրվում է կասկածի տակ, կամ ընդհանուր համակարգի կարմիր գծերը դրվում է կասկածի տակ, դու ես որոշում շարունակես այդ համակարգում աշխատել, թե չէ։ Ինչ է նշանակում կարմիր գծեր։ Տեսեք, տարիներ շարունակ մենք իրականացնում ենք արտաքին քաղաքականություն, պաշտպանում ենք թեզեր, ձևավորում ենք ընկալումներ այդ թեզերի շուրջ, բայց գալիս է մի իրավիճակ, երբ կամայականորեն մի հոգու ցանկությամբ այդ թեզերը սկզբունքային փոփոխությունների են կրում ու սկզբունքային փոփոխությունների են ենթարկվում ոչ ներքին քննարկումների կամ ներհայաստանյան քննարկումների արդյունքում։ Այսինքն տպավորություն է ստեղծում նաև, որ այդ սկզբունքների փոփոխությունը տեղի ունենում հակահայկական շահերի կամ հակահայկական օրակարգի տիրույթում։ Դու նկատել ես Ղարաբաղի հարցում Հայաստանի դիրքորոշման կտրուկ փոփոխությունը։ Եվ Ղարաբաղի հարցում, եւ արժեքային առումով, այսինքն երբ որ դու լինելով դիվանագետ, այս դիվանագիտությունը հնարավորությունների արվեստ է, այսինքն ցանկացած բանակցություններում, ցանկացած ֆորմատում, երբ որ փորձում ես կարճել հնարավորություններից, իսկ մենք գիտենք, որ դիվանագիտության մեջ այդ շարադրանքը, ինչ բառեր են օգտագործվում, ամեն բառ ունի իր տողատակ, ամեն նախադասություն, ամեն դրույթ ունի իր տողատակերը նաև։ Երբ որ այս հնարավորություններից կարճելու տեղ լինում էր, այսինքն մինչև 21 թվականը, այստեղ ես ինքս փորձել եմ անել հնարավորինը օգտակար լինելու, բայց երբ որ գալիս են արդեն փոփոխությունները ու այդ փոփոխությունները դու աշխատել ես դրա այլ տիրույթում եւ հիմա պետք է աշխատես մեկ այլ տիրույթում, այստեղ արդեն նաև սեփական վարկանիշի եւ ել չեմ ասում երկրի վարկանիշի հարց է առաջանում։ Նաև սկզբունքների հարց վերջ։ Բնականաբար, ու այդ կարմիր գծերը ես հիմա չեմ ասում, որ իմ որոշումը միանշանակ ճշմարտությունն էր կամ բոլորը պետքա դուրս գան կամ բոլորը պետքա մնան, բոլորը ունեն իրար տարբեր կարմիր գծերը։ Ես որոշում կայացրեցի դուրս գալ։ Ու շատ կարևոր հանգամանք էր նաև կադրային նախարարի եւ քաղաքական նախարարի տարբերությունը։ Կադրային նախարարը ամեն դեպքում բուֆերի դեր կատարում է համակարգի եւ քաղաքական ղեկավարության միջև։ Եվ կադրային նախարարի հետ ամեն դեպքում այդ թեզերը, դրույթները, որ տարիներ շարունակ դուք աշխատել եք միասին, շարունակվում է։ Բայց երբ որ գալիս է մի իրավիճակ, երբ որ այդ թեզերը նորից եմ ասում, սահմանափակվում են եւ աշխատանքը այլևս չես գտնում, որ օգուտ է տալիս, բնականաբար պետք է որոշում կայացնի։ Այսինքն ինչ եմ հասկանում, փաստորեն մենք վերջին կադրային արտաքին գործողից նախարարը Արա Այվազյանն է, որ կադրային դուրս է եկել, այսպես, եւ ընդհանրապես Հայաստանի բոլոր արտգործնախարարները կարծես թե կադրային են եղել, այդ Ռաֆի Հովհաննիսյանը առաջին արտգործնախարարն այն ժամանակ որպես կադրեր չկար, բայց դրանից հետո թե Փափազյանը, թե Ալեքսանդր Արզումանյանը, թե դրանից հետո փաստորեն Վարդան Օսկանյան, Էդվարդ Նալբանդյան, Զորաբ Մնացականյան եւ վերջում Արա Այվազյան։ Ու այնպես ստացվեց, որ առաջինը կարծես թե Անվտանգության խորհրդի գործող քարտուղար եւ Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչելու մեծագույն ջատագովներից մեկի Արմեն Գրիգորյանին նշանակեցին, չէ՞ որ համակարգում այսպես կոչված չիստկաներ անիճակերտներով։ Դուք ասացիք, բայց փաստը ցույց է տալիս, որ այո, մենք աշխատել ենք միշտ կադրային դիվանագետներով, որը իր արդյունքը տվել է ամեն դեպքում, ու այսինքն համակարգի ինստիտուտի կայացման վրա դա նաև իր ազդեցությունն է թողել։ Զորաբ Մնացականի բարակայում արդյունք տվել է թե չի տվել դա մեծ վիճելի հարց է, որտեղ հենց իր օրոքը տեղի ունեցել պատերազմը, իսկ պատերազմը գիտեք սկսում են այն ժամանակ, երբ որ դիվանագիտական բոլոր մեթոդները սպառվում են ու այստեղ իհարկե այսպես
Կարծում եմ, որ պարոն Մնացականյան դեռևս բազմաթիվ ու տասնյակ հարցերի պատասխաններ պետք է տա հանրային դաշտում տեղ ունեցած այդ ողբերգության արտաքին քաղաքական հատվածի պատճառների մասին։ Համենայն դեպս, հիմա որոշել ես մտնել մեր ձևով շարժում, ուզում եմ հասկանալ ինչու մեր ձևով շարժում եւ իսկապես դու մտածում ես, որ Սամվել Կարապետյանի թիմը հնարավորություն ունի փոխել Հայաստանում ընթացող գործընթացներն ու process-ները, որոնք որ ուղիղ շահկապված են նաև արտաքին քաղաքական զարգացումների հետ։ Շնորհակալություն հարցի համար։ Բնականաբար, այսինքն ես 21 թվականից հետո չհաշված տարիները, երբ որ կրթություն եմ ստացել, արտասահմանում միշտ եղել եմ պայքարի կետերում, տարբեր մասնակցության աստիճանի, բայց այս անգամ, երբ որ տեսանք արդեն պայքարի ինստիտուցիոնալ բնույթը, պայքարը թևակողում է ավելի մարդկանց շրջանակ, որոնց հետ կցանկանաս ճանապարհ անցնել, այսինքն երբ որ կա հստակ ռեսուրս, կա հստակ ուժ ու կա հստակ հնարավորություն, նաև պետք է հաշվի առնել, որ պայքարը ինչից է սկսել նաև պայքարը, հա, այսինքն այստեղ արդեն մենք պայքարում ենք ազգային արժեքների համար։ Մենք արդեն հասել ենք մի հանգրվանի, որտեղ պայքարում ենք մեր ինքնությունը պահելու համար։ Այսինքն մենք գլորվում ենք մի անդունդ գործող վարչակարգի հետ, որից շատ դժվար է դուրս գալ։ Վարչակարգի հետ հարաբերական է, վարչակարգի շնորհիվ միգուցե եւ վարչակարգը ամբողջությամբ վերցրել է Հայաստանը եւ գլորում է այդ անդունդը։ Բայց երբ որ հասկանում ես, որ գործողությունների արդյունքը նաեւ կարա լինի, եթե արդեն չի հանգեցրել էգզիստենցիալ վտանգի, ու պետք են ուժեր, պետք են մարդիկ, որոնք ռեալ հնարավորություն ունեն Հայաստանը այս իրավիճակից անելու, կա արդեն բոլորը միանան։ Դու քաղաքագիտություն ես ավարտել, ինչպես նաև ես, մենք նաև այդ առումով որոշակի առումով նաև չասեմ պատմաբաններ ենք, բայց պատմաբանական կրթություն ենք ստացել, առնվազն։ Գործարարի կողմից ներքաղաքական դաշտում հաջողությունների հասնելու օրինակները եզակի են։ Այսինքն որպես կանոն գործարարները ունենում են այնպիսի թույլ կետեր, որի վրա իշխանությունը կարողանում է սեղմել եւ ստանալ ցանկալի արդյունքը։ Իդեպ Հայաստանում մենք այդպիսի օրինակներ նույնպես ունեցել ենք եւ ոչ մեկ անգամ։ Ինչն է քո մոտ բերել են համոզմանը, որ գործարարի շուրջ ստեղծված թեկուզ շատ մեծ խոշոր գործարարի շուրջ, բայց այնուամենայնիվ գործարարի շուրջ ոչ քաղաքական գործի շուրջ ստեղծված միավորումը կարող է քաղաքական փոփոխությունների հանգեցնել, որտեղ քաղաքականությունը մեկ այլ բան է, բիզնեսը լրիվ այլ բան է։ Տեսեք, նախ գործարարի սկզբունքայնության եւ արժեհամակարգից սկսենք, հա։ Այսինքն գործարար, որը պաշտպանում է ազգային արժեքները, գործարար, ով այդ սկզբունքայնությունը արդեն ապացուցել է իր գործով, այսինքն 5 ամիս, մոտ 5 ամիս արդեն գտնվելով բանտարկության մեջ, ինքը շարունակում է հավատարիմ մնալ իր սկզբունքներին, շարունակում է հավատարիմ մնալ պայքարին, եւ դուք եք տեսնում, որ պայքարը ոչ միայն արդեն ներհայաստանյան իրավիճակում է, այլ նաեւ պայքարը փորձում է ձևավորել նաեւ հարաբերություններ գործընկերների հետ, որոնց հետ արդեն տարիներ շարունակ Սամվել Կարապետյանը ձևավորել է այդ հարաբերությունները, բարիդրացիական հարաբերությունները արտասահմանում, եթե խոսենք արտաքին քաղաքականության մասին, արտասահմանում, եթե խոսենք ներքին, նաեւ Հայաստանում, այսինքն Հայաստանում ամենախոշոր գործարար, ամենամեծ բարեգործական ծրագրեր իրականացնող տարիներ շարունակ, այսինքն դա չի եղել այն պահից սկսած, երբ որ Սամվել Կարապետյանը ապօրինի բանտարկվեց, այլ եղել է արդեն 30 տարուց ավելին, հա։ Այսինքն ոչ ոք 30 տարի Սամվել Կարապետյանին չի ասել արա բարեգործություն, մարդը ունի սկզբունքներ, արժեքներ եւ հենց այս գաղափարական հիմքը հենց լինում է այդ արժեքների վրա։ Լավ։ Ոչ ոք Սամվել Կարապետյանին չի ասել, որ Արցախում պետքա լինի հիվանդանոց, միջազգային բոլոր չափանիշներին համապատասխան ու ինքն է հենց նախաձեռնել այդպիսի հիվանդանոցի կառուցումը Արցախում, որը նաև պատերազմի ընթացքում դուք գիտեք ինչքան կյանքեր ա փրկել հենց այն հնարավորությունները, որը տվել էր այդ հիվանդանոցը։
Որը այսօր մնաց Ադրբեջանին, ինչպես նաև մնացած այլ Արցախի պատմամշակութային, քաղաքական, առողջապահական, մարդասիրական հաստատությունները վերջապես մեր հողը։ Բայց այստեղ մի կարևոր հանգամանք կա, որի պատասխան այնուամենայնիվ կարծում եմ, որ պետքա մեր ձևոշարժման անդամները տան։ Տես, Հայաստանի իշխանությունների քարոզչությունը տանում է այն հանգամանքին, որ սա 5-րդ շարասյուն ռուսական պրոյեկտ, Ռուսաստանի կողմից ուղղորդված մի բան է, միավորում է, որը չի սպասարկում Հայաստանի ներքաղաքական շահերը եւ Հայաստանի շահերը ընդհանրապես, այլ սպասարկում է երրորդ երկրի, այս բaragայում խոսքս Ռուսաստանին աղերում։ Եվ իսկապես երբ որ նայում տեսնում ես, որ այնուամենայնիվ Սամվել Կարապետյանի ամբողջ բիզնեսը գտնվում է մեծամասամբ առնվազն գտնվում է Ռուսաստանում, ինքը այնտեղի կայացել որպես գործարար, ինքը այնտեղի միջավայրի մարդը, շատերը կլինեն, որ ենթադրում այս իշխանության քարոզչությանը այնուամենայնիվ կհավատան։ Այստեղ ձեր հակաթեզերը կամ ձեր մոտեցումներն ինչպիսին են։ Տեսեք, Սամվել Կարապետյանը նախ որպես մարդ կայացել է Հայաստանում։ Այսինքն առաջին հերթին Սամվել Կարապետյանը հայ է։ Ինքը ծնվել, մեծացել, կրթությունը ստացել է Հայաստանում։ Գործարար իր գործունեությունը Հայաստանցի է, այսինքն։ Այո, Սամվել Կարապետյանը առաջին հերթին հայաստանցի է։ Իր գործունեությունը սկսել է Հայաստանում։ Սամվել Կարապետյանը ունի բիզնես գործունեություն ոչ միայն Ռուսաստանում եւ Հայաստանում, այլ նաեւ տարբեր երկրներում, այդ թվում Արևմուտքում, այդ թվում արաբական երկրներում, եվրոպական երկրներում, Պարսից ծոցի երկրներում, այսինքն միայն աշխատանքով, միայն գործով, ռեսուրսով կապել մի երկրի հետ, մարդուն, ով ամբողջ կյանքի ընթացքում իր հայամետությունը ցույց է տվել, այստեղ կարծում եմ մի քիչ քարոզչական է։ Ու այդ կեղծ քարոզչական, այսինքն հակառուսական քարոզչություն վարել մանիպուլատիվ կերպով ու ազդել հասարակության տրամադրությունների վրա, հետո կապել այդ քարոզչության հետ, սա ուղղակի պարզ մանիպուլյացիա է։ Հաջորդը նաև Սամվել Կարապետյանի, այսինքն իր գործընկերային հարաբերությունները այլ երկրների հետ, այսինքն իր քաղաքացիությունը անգամ, այսինքն այլ երկրներ, այսինքն նույն եվրոպական միության քաղաքացիություն ունի, հա, եվրոպական միության երկրի, ու այս ուժի մեջ տեսնել միայն ռուսականություն, դա մանիպուլատիվ քարոզչություն է։ Լավ, բայց այնուամենայնիվ արի ընդունենք, որ կան հարցեր, որոնց պատասխանների անհրաժեշտությունը այս կամ այն փուլում հիմա կամ միգուցե մինչև ընտրություններ շարժում պետքա տա, որովհետև բոլորը պետքա տա, ոչ միայն շարժում պետքա տա, բոլորը նրանք, որոնք որ հավակնում են Հայաստանում քաղաքական փոփոխությունների, առաջվում են ռուսներ լավ բառ են դաննես, այսինքն այլևս իրականություն դարձած փաստերի հետ, որոնց հետ պետքա հարաբերվել, որոնց պետքա կառավարել։ Օրինակ, հա, հիմա ինչքան էլ դու ընդդիմությունը քննադատում է օրինակ թրիփը, հա, ինչքան էլ ընդդիմությունը քննադատում է Փաշինյանի խաղաղության օրակարգ կոչեցյալը, այդ խաղաղության օրակարգ կոչեցյալին այս պահին այլընտրանքային օրակարգը, որ ոչ մի դիմադիր ուժ ներառյալ մեր ձևովը չի առաջադրել, սա համար 1 եւ համար 2 անգամ, եթե ստացվում է այնպես, որ իշխանությունը փոխվում է Հայաստանում, այդ ստորագրությունները, որոնք դրվել են Հայաստանի Հանրապետության կողմից, չեն անհետանալու որևիցե տեղ, ինչպես նաեւ պարտավորվածությունները, որոնք արվել են Հայաստանի Հանրապետության կողմից, նույնպես ոչ միտեղ չեն անհետանալու։ Այստեղ ձեր դիրքորոշումը ինչպեսի պետք է լինի, որն է ձեր եւ Նիկոլ Փաշինյանի տարբերությունն են այս բaragայում։ Տեսեք, բնականաբար ցանկացած միջազգային փաստաթուղթ եւ պարտավորություն իր հետևից ունի մեծ բանակցային ճանապարհ, հա, անցած։ Այն ինչը որ ցույց են տվել մեզ թրիփի վերաբերյալ եւ այն ինչ որ հրապարակվել է թրիփի վերաբերյալ, բնականաբար ուսումնասիրվել է։ Բայց ստեղ կարծում եմ կա շատ խորը ուսումնասիրության կարիք եւ թրիփը եւ պայմանավորվածությունները եւ չենք բացառում նաեւ կուլիսային պայմանավորվածությունները, այսինքն ամեն ինչ չի, որ մենք տեղյակ ենք ու այդ հիմքի վրա հիմա չենք կարող վերլուծություններ անել ամբողջական։ Այսինքն ստեղ կան հարցեր, որոնք խոր ուսումնասիրության կարիք ունեն ու այդ խոր ուսումնասիրության հնարավորություն ունեն միայն համապատասխան տեղեկատվություն ունենալու դեպքում, այդ տեղեկատվությունը այս պահի դրությամբ հատուկ գաղտնիության պարտավորությամբ ունեն այն մարդիկ, ովքեր զբաղվել են այդ հարցով, այսինքն մենք նույնպես ունենք կարիք ուսումնասիրելու։ Ես հասկանում եմ, որ ուսումնասիրության կարիք կա, ինֆորմացիայի պակաս կա, այս կա, այն կա, բայց ընդհանուր առմամբ չնայած ասում են սատանան դետալների մեջ է, բայց այնօր ընդհանուր առմամբ ընդհանուր գծերով
Հայաստանի արտաքին քաղաքական պարտավորվածությունները բանը հայտնի են արդեն։ Այսինքն դու երբ որ դու ստանում ես իշխանություն, դու հարաբերվում ես այն հանգամանքի հետ, որ կա այն ինչ որ ստորագրվել է Վաշինգտոնում։ Դու հարաբերվում ես նա հետ, որ կա այն ինչ որ ստորագրվել է կամ նախաստորագրվել է Փաշինյանի եւ նրա կողքը կանգնած անձնավորության միջև, այսինքն սրանք փաստեր են։ Դա սրանք խաղաղությունից, հա։ Այսինքն ոչ մի ուժ, բանական ուժ, որը լուրջ քաղաքական հայտ է ներկայացնում, ինքը չի գնում պատերազմի։ Պատերազմ տեսած երկրում 5 տարի առաջ, 3 տարի առաջ, 2 տարի առաջ պատերազմ տեսած երկրում ոչ մի բանական քաղաքական ուժ եւ ոչ մի բանական կառավարություն չի գնա պատերազմի։ Բայց խաղաղությունը, այն խաղաղությունը, որը տրվում է հիմա, իմ կարծիքով դա կեղծ խաղաղություն է։ Սա կեղծ անվանումը, սա խաղաղության անվանումը ուղղակի։ Այն բոլոր զիջումները, այն բոլոր խոսույթը, որ մենք տեսնում ենք, ոչ միայն մեր կողմից, նաև հարևան երկրի, որի հետ փորձում են խաղաղություն կնքել, այսինքն չի կարող լինել խաղաղություն մի երկրի հետ, որը իր մայրաքաղաքում դեռևս պահում է հայ գերիներ, պատանդներ, կիրառում է, օգտագործում է կեղծ դատավարությունները, մանիպուլյացիա կամ հոգեբանական ազդեցության ենթարկելու մեր երկիրը։ Այսինքն այդ նույն դատավարությունները ու մարդիկ, որ գերիները, այդ ինֆորմացիոն ֆոնը նաև պահում են ու ինչ որ առումով նաև համագործակցում են, փորձում են նախընտրական ինչ որ ֆոն ստեղծել եւ ինչ որ ֆորաներ տալ գործող իշխանություններին, բայց կրկնում սրանք միակողմանի զիջումներ են։ Ալիևը նախընտրական ճակերտարով զինադար է տվել Փաշինյանին զես։ Տեսեք, նույն երբ որ ասում են, հա, իրանք շատ են հիմա խոսում նրա մասին, որ սահմանային կրակոցներ չկան կամ ինչ-որ մի բան։ Երբ որ զիջումներ են արվում, ու երբ որ ամեն ինչ ստանում են միակողմանի կերպով, իսկ խաղաղությունը միակողմանի գործընթաց չի։ Խաղաղությունը երկկողմանի հանձնառություն է, այսինքն բոլոր կողմերն ունեն իրենց հանձնառությունները։ Բնականաբար։ Բայց քանի որ մի կողմը ստանում է ամեն ինչ, ու զիջելու, մյուս կողմից զիջելու գնով, ու այդ ականները դրվում են հասարակության ներսում հետագայի համար։ Այսինքն դու հետագայում քո կրվաններից ես անգամ հրաժարվում։ Քո ազգային շահը սպասարկելուց ես հրաժարվում։ Այսինքն մենք չունենք երաշխիքներ խաղաղության համար, իսկ առանց երաշխիքների խաղաղությունը ոչ մի բանի չի հանգեցնում։ Այսինքն այն որ չկան միջազգային երաշխիքներ, այն որ կա ուղղակի երկու կողմի միջև կնքված։ Դե ոչ չկա բաբանը, Թրամփ ջաջան։ Տեսեք, ստեղ էլ է։ Որտեվ Հայաստանի կյանքը կարծես թե իշխանական քարոշչության բաժանվել է մինչև օգոստոսի 8 եւ օգոստոսի 8-ից հետո։ Եվ ոչ միայն Հայաստանի կյանքը, տարածաշրջանի կյանքն է բաժանվել։ Նայեք, Թրամփի աջակցությունն էլ, հա, այսինքն էլի մանիպուլացվում է։ Թրամփը ոչ թե աջակցում է գործող իշխանություններին, Թրամփը աջակցում է այդ օրակարգին, բայց ցանկացած միջնորդի համար եւ որպես վկա, հա, այսինքն հստակ երաշխիքներ ինքը իր վրա չի հանձնարարել։ Ասես WhatsApp-ից համարը ունեք զանգեք բան լինի։ Իսկ եթե WhatsApp-ի համարը փոխվի, կամ WhatsApp-ի համար ունենալուց հետո չեն գնում նորից ներկայանում այդ մարդուն, հիշեցնում քո ով լինելը։ Այսինքն տեսակ WhatsApp-ի համարից հետո մարդը մոտենում է ու հարցնում իր I am the Prime Minister of Armenia։ Իրեն հիշեցնում է ով է։ Բայց երաշխիքները շատ կարևոր է նաև որ լինեն ոչ մի կենտրոնից։ Իսկ այդ բազմակենտրոն քաղաքականության կարևորությունը հենց սրանում է։ Դու պետք է ունենաս երաշխիքներ նախ միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների հիման վրա եւ ապա նաև լինեն կենտրոններ, քանի որ մի կենտրոնից կարա լինի ինչ որ քաղաքականության փոփոխություն, կարա լինի այլ սուբյեկտիվ եւ օբյեկտիվ պատճառներ այդ երկրի այլ հարցերով զբաղվելու, այսինքն երբ որ դու քո ազգային շահը չես առաջ տանում ու դու լինում Մարդիկ ասում են մենք ազգային շահն ենք առաջ տանում, Ալեքսանդր, այսինքն երբ որ քո ազգային շահի հաշվի մյուս երկրները իրար մեջ զիջում են կամ քո ազգային շահը դրվում է որպես մանրադրամ ու քո ազգային շահը դառնում է զուտ մի բան պայմանավորվենք եւ անցնենք առաջ։ Ու դու չես բարձրաձայնում այլ հարցերը, այսինքն կոնֆլիկտի հաղթահարման համար
ինչն է կարևոր։ Գործողությունները, հա, այսինքն երբ որ կոնֆլիկտ են հաղթահարում, բոլորը ուրախ են դրա համար, բայց կոնֆլիկտը հաղթահարելուց կա միակողմանի եւ երկկողմանի գործողություններ։ Երբ որ միակողմանի գործողությունը կոնֆլիկտի հաղթահարման, դա երկու արդյունք ունի։ Մեկը ուժով վերցնում է, պարտադրում է կապիտուլյացիա, միակողմանի գործողություն, կամ ավելի շատ մեծ հաշվով տեղի ունենում հիմա արդեն այս պահին, այն ինչ որ մեկը դուրս է գալիս կոնֆլիկտից զիջողականությամբ, մյուսը գալիս եւ ամեն ինչ վերցնում է։ Այսինքն մեր մոտ երկու դեպքեր տեղի ունեցավ 20 թվին եւ հիմա արդեն։ Հիմա մենք երկրորդ տարբերակի վրա ենք։ Դուրս են գալիս կոնֆլիկտից արհեստականորեն, զիջողականությամբ, իսկ մի հատ նայեք, ասենք, Ադրբեջանի խոսույթը։ Սկսած իրանց պետական հեռուստաընկերությունից, այդ սա ամեն ինչ հասկանալի է, բայց իհարկե։ Պարզ է, Ադրբեջանի խոսույթը հասկանալի է, եղանակի տեսությունից ինչ է եղանակի տեսության։ Նայեք, եղանակի տեսության, իրանց եղանակի տեսության տեղանունները նայեք։ Արևմտյան Ադրբեջան եւ ամբողջ հայկական տեղանունները, այսինքն Հայաստանի սուվերեն տարածքի վրա ունեն հավակնություն։ Ու դու զիջողականության դիրքերից ես շարունակում։ Ես շատ եմ անում ինչև այլ։ Բայց հասկանում ես խնդրեմ ինչա Փաշինյանը գնում է հայ ժողովրդին բացատրում ու ասում է ժողովուրդ ջան, ասում է լավ, վատ, էս կոմենկոմ եկել է վերջապես խաղաղություն։ Ձեր երեխաները չեն զոհվելու, հենա 2 տարի դարձում ենք տարի ու կես։ Սահմանները բացվելու են, գնալու են, գալու են, առևտուր են կանելու, շփվելու են, կոնֆլիկտը հաղթահարելու են վերջի վերջո։ Մենք անցել ենք Գողգոթա ճանապարհ դրա համար, դժոխքով ենք անցել, ենք արել, բայց վերջապես եկել ենք ինչ-որ միտեղ հասել ենք։ Ու այս ամեն ինչը պարզ է, ամենակարևորը, բոլոր նրանք, որոնք որ գալիս են ձեզանից ասում են, որ Փաշինյանին ձայմի տվեք, բերելու են պատերազմ, արկածախնդրություն, Հայաստանը հետ են գցելու 30 տարվա կոնֆլիկտի մեջ։ Ստեղ պետք է այդ հակատեսերը, այդ հակաթույները ես հələ որ չեմ լսում։ Ոչ միայն ձենից ընդհանրապես, էլի։ Ստեղ էլ է մանիպուլյացիա։ Այսինքն 2 տարին դառնում է տարի ու կես։ Փաշինյանը մանիպուլյացիան այդքան էլ խորտ բառեր չեն, այդ հասկանալի է, բայց ոնց որ ասեցի արդեն, խաղաղությունը կեղծ օրակարգ է, իրանց բերած խաղաղությունը։ Իրանց խաղաղությունը, ոնց որ իրանց մյուս բոլոր բերած թեզերը, կեղծ խաղաղություն, կեղծ ժողովրդավարություն, կեղծ մարդու իրավունքներ, կեղծ պատարակ, կեղծ քահանա, այսինքն կեղծիքների շարանը։ Ու այս խաղաղությունով մարդկանց արդեն իրանց գործունեությամբ ցույց են տվել, որ այս խաղաղությանը կամ իրանց ասած խաղաղությանը չի կարելի վստահել։ Երբ որ մենք կարևոր դրույթները, կարևոր զիջումները, որ պետք է անի Հայաստանը, մենք իմանում ենք ոչ թե իրանցից, իմանում ենք Ադրբեջանից։ Ադրբեջանը հայտարարում է, հետո իրանք հայտարարում են, որ դա այդպես չի, հետո հայտարարում են, չէ, այդպես է, բայց մի քիչ փոխված, հետո ասում են, չէ, այդ փոխվածն էլ չկա, հենց տենց է ոնց որ ասեցին, բայց այդ մեր շահերից է բխում։ Դա Հայաստանի շահերից։ Բայց դա շահեր բխում է Հայաստանի շահերից, այսինքն այդ խաղաղությունը դա շահաղություն չի։ Դե առնվազն Ալիևը ոնց որ դու նշեցիր մինչև խոսակցության սկզբում նախընտրական ֆորա տվել է այդ առումով, այսինքն չի կրակում, բան չի անում եւ այլն։ Հիմա այս խաղաղությունը, որ անցնի Սևանա լճով սահմանը, ինքը խաղաղություն է, թե խաղաղություն չի։ Երբ որ չլինի WhatsApp-ի համար, այսինքն նայեք, պետք չի այսօր վաղը մտածել ու անցնել առաջ։ Այսինքն իրականությունը այլ տեղ է։ Ես համոզված եմ Ադրբեջանը, եթե իմանում է, որ 5 տարի հետո է այդ ամեն ինչին հասնելու, տարածքներ, նկրտումներ, այսինքն բնականաբար մի անգամ էլ ֆորա կտա, երկու անգամ էլ ֆորա կտա։ Ինքը ամեն ինչ ստանում է։ Մենք պետք է որոշենք, մենք տալու ենք այդ ամբողջը, թե չենք տալու։ Այսինքն մենք հիմա էգզիստենցիալ վտանգի առաջ ենք։ Այս խնդիրը արդեն գոյաբանական է։ Իսկ այս խնդիրը պետք չի հասնի Երևան, որ մենք հասկանանք, որ խնդիր ունենք։ Մենք բանակցային խորք չունենք արդեն։ Դուք հասկանում եք, այսինքն հրաժարվել, ուղղակի հրաժարվելով գալ հետ, մենք բանակցային սահմանագիծը անընդհատ հասցնում ենք դեպի հետ։ Այսինքն տեսեք ինչ եղավ, եթե մի քիչ դժվար չէ էլի պատմություն իմանալը կամ ուղղակի վերլուծելը։ Երբ որ դու քո հիմնական կռվանը, այսինքն իրանցն էլ, ձերն էլ Արցախն է, դու պայքարում ես Արցախի համար, դու պահում ես Արցախը 30 տարի ազատ, անկախ, բայց գալիս է մի քանի սխալ որոշումներով, իսկ պետական կառավարումը դա անձնական որոշումներ չի։ Պետական կառավարման մեջ սխալի գինը շատ բարձր է։
Իսկ դա ուղղակի քո որոշումը չի, այսօր անես, վաղը կփոխես այդ որոշումը։ Այսօր անես, վաղը փոխես պետական կառավարման համակարգում լինող երկրի ղեկավար, այս արդյունքին է բերում։ Քանի անգամ է փոխվել դիրքորոշումը։ Ունենք ինչ որ ունենք։ Ալեքսանդր, այնուամենայնիվ գալով մենք արևմուտքից խոսեցինք, նաև Սամվել Կարապետյանը, որ թե արևմուտքում ունի որոշակի այսպես փոխհարաբերություններ, թե ծոցի երկրներում եւ այլն, բայց դա հետ մեկտեղ պիտի ընդունենք, որ Փաշինյանն այսօր աննախադեպ աջակցություն ունի արևմուտքից ու ինքը այդ ամեն ինչը բացատրում է հակառուսականության տրամաբանությամբ, այսինքն հիմա օրինակ ինքը ձեր ուժը ներկայացնում է որպես 5-րդ շարասյուն, որպես Հայաստանի դեմ հիբրիդային պատերազմ հայտարարած ուժ, ամենայն հավանականությամբ կա արդեն նման կանխավարկած, որ չի գրանցվելու մեր ձևով իբրև կուսակցություն կամ ամեն ինչ անել են որ թույլ չտան, որպեսզի մասնակցեք ընտրություններին, եւ այս ճանապարհին իրենք ունենալու են արևմուտքի աջակցությունը եւ կա այդ առումով եւս մեկ նախադեպ տակային վերջերս մոլդովական ընտրությունները, որտեղ այդ փորձարկումը տեղ ունեցավ, այսինքն մի ուժի ընտրություններից մեկ շաբաթ առաջ հանեցին ընտրարշավից։ Այստեղ ինչ հակաթեզեր ունեք եւ հակաքայլեր ունեք։ Մի քանի հարց, մի քանի ուղղությամբ գնացինք։ Դե ես մեծ հարց տվեցի, կարող ենք մանրացնել։ Այո, արևմուտքի ներկայացնում։ Այսինքն Նիկոլ Փաշինյանը արևմուտքին պարզ կերպով վաճառում է հակառուսականություն։ Հա, չել թաքցնում եւ բայց ինքը չի բալանսավորում։ Ու այդ բանը ներողություն, դա գնվում է, այսինքն դա երկկողմանի գործարք է։ Լավ, եկեք գանք մի քիչ այս կողմից։ Նիկոլ Փաշինյանը ասում է, որ բոլորը պրոռուսական ուժեր են, բայց ինքը պահում է Հայաստանում, ինքը փորձում է պահել Հայաստանում, այսինքն երբ որ դու մեղադրում ես այլ ուժերին, ռուսական քաղաքական վերնախավի շրջանակների հետ կապեր ունենալու հետ, բայց դու եւ Ալեն Սիմոնյանը ձևավորում եք հայկական քաղաքական ղեկավարության մեջ մենաշնոր, փորձում եք ձևավորել ամենայն դեպս, հանդիպել Վլադիմիր Պուտինի եւ Վալենտինա Մատվիենկոյի հետ։ PR-վելու, նկարվելու, վերադառնալու։ Իրաք պետության ներկայացուցիչներն են, դուք ընդդիմություն եք, տարբերակ։ Հետո գալիս են նույն պետության ներկայացուցիչները գնում են արևմուտք, հակառուսականությունը ոնց որ ասենք վաճառում են արևմուտքին, բայց սա անում են իշա Հայաստանի, վնաս Հայաստանի շահերին։ Սա իրանք անում են ոչ թե բալանսավորելով, անունը դնում են բալանսավորում, բայց ամեն տեղ նոր զիջում անելով, գնում են արևմուտք, խոսում են հակառուսական մի բան, զիջում են անում ինչ-որ մի քաղաքականություն, գործողություն, հետո գալիս են Ռուսաստան, զիջում անում են Ռուսաստանին արևմուտքի հետ հարաբերությունների հաշվին։ Այսինքն իրանք ոչ թե բալանսավորում են, այլ մեկի հետ հարաբերությունների հաշվին տանում են մյուսի հետ փորձում են ձևավորել, որը փոքր ներդրությունների համար շատ վտանգավոր է։ Համաձայն եմ, բայց դա բանը չի փոխում, պատկերը չի փոխում, որովհետև ինքը Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեաժողովը արդեն անոնսեց, որ Հայաստանի ժողովրդավարությունը վտանգի տակ է, որ մեր դեմ հիբրիդային պատերազմ կա, պետք է պաշտպանել ժողովրդավարությունը եւ բերեց մոլդովական օրինակը։ Սա նշանակում է, իսկ մոլդովական օրինակի ժամանակ հիշում ենք, չէ՞, արևմուտքը ոնց էր ծափ տալիս բոլոր բռնաճնշումներին։ Սա նշանակում է, որ վաղը գան ասենք Մերձովի գրասենյակը փակեն, բոլորին կալանավորեն, թե ոչ Միացյալ Նահանգների եւ ոչ էլ Եվրամիության որևիցե պաշտոնյա ոչ մի թթու կծուխոս չի ասելու իրենց։ Սա է խնդրեմը։ Նայեք, այստեղ արևմուտքի աջակցությունը նաեւ ինչ որ առումով վիճելի է։ Լավ, ում աջակցությունի նկատի ունենք։ Արևմուտքի աջակցությունը, արևմուտքի ցանկությունը Հայաստանի նկատմամբ, ասենք ասենք լավ։ Այն որ արևմուտքը Հայաստանում ուզում է ժողովրդավարություն, դա կարծում ենք թե ընդունելի է բոլորի համար։ Այստեղ ներկայացնելու խնդիրը արդյոք ժողովրդավարությունը Հայաստանում քաղբանտարկյալների նման քանակը։ Արդյոք ժողովրդավարություն է Հայաստանում եկեղեցու դեմ նման բռնաճնշումները։ Իհարկե ոչ, բայց քո կարծիքով արևմուտքը չգիտեն այդ ամեն ինչը անգիր։ Ամեն դեպքում իմ կարծիքով կայուն ժողովրդավարություն ունենալը Հայաստանում հենց արևմուտքի շահերից է բխում։ Արևմուտքի շահերից բխում է այս բան Հայաստանը ռուսական տիրույթից հանելը, ու այդ ճանապարհին իրենք թքած ունեն Հայաստանը ժողովրդավար թե ոչ ժողովրդավար, սա է բանը ողբերգությունը։ Այստեղ սառը հաշվարկ կա։ Նայեք, Հայաստանը արդեն 7 տարի ղեկավարվում է մի ուժի կողմից, ու իրանք դեռ ուզում են հանել տիրույթից։ Այն դեպքում, երբ որ պայքարող ուժը հստակ, այսինքն մրցակից ուժը, ով գնում է
ընտրությունների, ով գնում է հավակնություն ունի իշխանության գալու, իրանք ունեն նաև հարաբերություններ հենց արևմտյան քաղաքական շրջանակների հետ։ Նույն Միացյալ Նահանգների քաղաքական շրջանակները։ Տակեր Կարլսոնի հետ ինտերվյուն հենց տրամաբանության մեջ է վերջին հարցը։ Նայեք, հենց առաջին խոշոր արևմտյան ինտերվյուն, հա, այսինքն Նարեկ Կարապետյանի առաջին խոշոր արևմտյան ինտերվյուն եղավ հենց Տակեր Կարլսոնի հետ, որի այսինքն մեծությունը եւ որի ընդունված լինելը արևմտյան ամերիկյան քաղաքական շրջանակներում գոնե թե ասենք գիտենք, կամ արևմտյան մամուլը, հա, այսինքն նույն Financial Times կլինի, թե այլ հեղինակավոր արևմտյան մամուլ, շատ փող ունեք, փող եք տալիս, է ախր։ Դրա պատասխանը արդեն տրվել է, դրա պատասխանել արդեն տրվել է մամուլի մեր կողմից, բայց այսինքն հստակ աջակցության դեպքում այդ փող ունենալով էլ դու չես կարող հստակ, երբ որ դու ունես չունես աջակցություն եւ հակառակ քաղաքականությունավարմունքի նկատմամբ ու օգնում են գործող իշխանություններին, ինչքան փող ունենաս, փողով չես կարող այդ քաղաքականությունը վարել այն աստիճանի, ոնց որ ընդունում են, այսինքն փողով Տակեր Կարլսոնի հետ հարցազրույց տալ ու ցույց տալ քաղաքական կշիռ, դա մի քիչ ասենք տրամաբանական չէ, այսինքն փողից մյուս կողմ կա ավելի եւ գաղափարական եւ անվան հետ կապված, այսինքն նույն Տակեր Կարլսոնի հեղինակությունը կասկածի տակ դնելու խնդիր։ Այդ Make Armenia Great Again գլխարկը հենց այդ բանի մասն էր խոսում կապերի այսպես կոչված։ Make Armenia Great Again գլխարկը ինչ որ առումով դուք էլ տեսաք մեսեջը, հա, այսինքն ինքը մեսեջ է, որ նաեւ ցանկություն եւ նաեւ քաղաքական կամք հասնելու նրան, որ Հայաստանը նորից պետք է լինի խաղացող եւ տարածաշրջանում եւ միջազգային հարաբերություններում, այսինքն հիմա փոքր երկրների համար կան հստակ հնարավորություններ պրոակտիվ քաղաքականություն վարելու, այսինքն դերակատար լինելու։ Իսկ դրա համար ինչա պետք։ Դրա համար պետք է քաղաքական կամք, պետք է տարվի հստակ քաղաքականություն եւ դու պետք է հարաբերվես բոլոր երկրների հետ հավասարը հավասարին։ Ու կարևոր չի արդեն պետք է լինի դա։ Հեռացրեք, հետո նոր քաղաքական կամքի ունեցածի մասին խոսենք առաջ եւ ժողովրդի կամքով։ Շնորհակալ եմ շատ։ Շնորհակալ։ Հնարավորություն ընդունելու ու հետաքրքիր զրույցի համար, սա կարծում եմ առաջին հանրային ինտերվյուն էր։ Սա առաջին հանրային ինտերվյուն, շնորհակալական կլինի եւ հաջողություն եմ մաղթում։ Իմ հյուրն էր մեր ձեւով շարժման համակարգող խորհրդի անդամ, արտաքին գործերի նախարարության նախկին աշխատակից դիվանագետ Ալեքսանդր Սարգսյանը, կհանդիպենք, մնացեք խաղաղությամբ։